Հրապարակվել է Global Terrorism Index կոչվող վարկանիշային գնահատում է տարբեր երկրներում ահաբեկչական վտանգի աստիճանը, Հայաստանը դասվել է անվտանգ երկրների շարքին։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, ով է իրականացնում այս վերլուծությունը եւ որերորդ տեղում է Հայաստանն աշխարհում։ Այստեղ պարզաբանեմ, որ արժի տարբերակել եւ չխառնել անվտանգության համաշխարհային ինդեքսի հետ, որի ցուցանիշներով Հայաստանը աշխարհի ամենաանվտանգ պետությունների ցանկում է եւ 7-րդ տեղն է զբաղեցնում։ Այս մի վարկանիշը գնահատում է հենց կոնկրետ ահաբեկչական վտանգը աշխարհի տարբեր երկրներում։ Վերլուծությունը իրականացնում է էկոնոմիկայի եւ խաղաղության համաշխարհային ինստիտուտը, որը գտնվում է Ավստրալիայում եւ չափումներ է իրականացնում աշխարհի 163 պետություններում եւ արդեն 15 տարի է, ինչ այս վերլուծությունը նաեւ Հայաստանում է անցկացվում։ Եվ ահա աշխարհի բոլոր պետությունները բաժանված են պայմանական այսպես 6 խմբերի։ Առաջինը ամենաբարձր ահաբեկչական վտանգ ունեցող պետություններն են, հետո բարձր վտանգ ունեցող պետությունները, միջին, ցածր եւ ամենացածր։ Եվ ուրեմն Հայաստանը ամենացածր ահաբեկչական վտանգ ունեցող պետությունների խմբի մեջ է մտնում։ Բայց թեև կարծես լավ դիրքերում ենք հայտնվել, քանի որ լավ խմբում ենք, ընդհանուր ցուցակի ընդամենը մեջտեղում ենք եւ կարող է պարադոքսալ դա թվալ, բանն այն է, որ աշխարհում կա 62 պետություն, որոնք ունեն պարզապես զրոյական ցուցանիշ, մինչդեռ Հայաստանի ցուցանիշն է այս ինդեքսում 0.42%, բայց նախորդ տարիների համեմատ Հայաստանը դրական դինամիկա է ցուցաբերում, իսկ ամենավատ ցուցանիշը Հայաստանը ունեցել է 24 թվականին, երբ 0.72% էր հասել, կարծես թե տարբերությունը մեծ չէ, բայց իրականում նշանակալի այսպես տարբերություն կա եւ դա վտանգավոր էր արդեն։ Բանն այն է, որ 22 թվականից հետո, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանում միջազգային ահաբեկչության վտանգը փորձագետների կողմից ավելի բարձր էր գնահատվում։ Հույս ունեմ, որ այս դրական դինամիկան կշարունակվի եւ Հայաստանը վերջո կրկին կհայտնվի այն պետությունների ցանկում, որոնցում պարզապես զրոյական ահաբեկչական վտանգ կա։ Իդեպ ասեմ, որ մինչև 22 թվականը Հայաստանը հենց այդ պետությունների խմբում էր։ Հիշեցնեմ նաեւ, որ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը թեև ընդգծում է, որ Հայաստանում ներքին վտանգները չափազանց ցածր են, այնուամենայնիվ միջազգային ահաբեկչության վտանգը կա եւ դրա հետ պետք է հաշվի նստել։ Իսկ մեր հարևանների մոտ ինչպիսին է վիճակը արդյոք։ Աշխարհի ամենավտանգավոր պետությունների ցուցակում Թուրքիան 36-րդ տեղում է, Իրանը 16-րդ տեղում է, Ռուսաստանը 17-րդ տեղում։ Վրաստանում նույնպես ավելի վատ է իրավիճակը, քան Հայաստանում, թեև շատ հեռու չեն մեզանից, իսկ Ադրբեջանը մեր հետ նույն խմբում է, այսինքն ամենաանվտանգ պետությունների խմբում եւ նույնիսկ ավելի լավ ցուցանիշ ունի 0.12%։ Եվ դա կարող է տարօրինակ թվալ, քանի որ պարադոքս է, օրինակ թարմ օրինակ բերեմ։ Իսրայելի կառավարությունը ընդամենը մի քանի օր առաջ դիմել էր հայրենակիցներին, կոչ անելով զգուշ լինել, քանի որ Վրաստանում ու Ադրբեջանում ահաբեկչության վտանգը գնահատվում էր Իսրայելը բարձր։ Հայաստանի մասին ոչ մի խոսք չկար։ Իսկ աշխարհում ամենավտանգավոր պետություններն են ահաբեկչության ցուցանիշներով Բուրկինա Ֆասոն, Պակիստանը, Սիրիան եւ Սոմալին։ Եվ տարօրինակ է նաեւ, որ վտանգավոր պետությունների ցուցակում են Միացյալ Նահանգները ու Գերմանիան։ Արդյոք հետաքրքիր է նաեւ, թե ընդհանուր համաշխարհային տենդենսները ինչպիսին են։ Ընդհանուր տենդենսը դրական է ողջ մոլորակով, անցած տարի նախորդ տարիների համեմատ ավելի քիչ միջազգային ահաբեկչության դրսևորումներ են արձանագրվել եւ 28%-ով ավելի քիչ մարդ է զոհվել ահաբեկչությունների արդյունքում, բայց ամեն դեպքում վտանգը, եթե համեմատենք նախորդ դարի 90-ականների թվականների հետ, մեծ է եւ այդ իմաստով լավատեսության համար մեծ հիմքեր չկան։ Ես պետք է ընդգծեմ, որ այս վերլուծությունը արվել է իրանական պատերազմից առաջ, այսինքն դրանից հետո աշխարհը ցավոք փոխվել է։ Շնորհակալություն Արտյոմ։